Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ գրող հրապարակախոս հայագետ Լիա Ավետիսյանին։ Նա շատ կարևոր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Ջահելները հիմա սրանց երեկանից են։ Այս պատերազմի սցենար գծողները իրենց սցենարի մեջ Հայաստանը ներառել են։ Հայերը թող խորը շունչ քաշեն։ Տրամպին կամ գահնկեց են անելու կամ սպանելու են։ Իսկ Նեթանյահուն Նետանյահուն դրած ամորգում։ Շատ վատ նպատակներով է սկսվել, բայց շատ լավ ավարտ կունենա։ Մարդկանց գլուխը կողում էին թնդանոթը, մարդկանցով էին կրակում։ Դավադրություններ, ղեկավարների վերացում եւ գիտնականների, հասկացանք, բայց վերջը պետք է գա դրա։ Մենք դուրս ենք գալիս այս անիրավ վիճակից, բայց վերջնական հաղթանակը Բարև ձեզ Տիկին Ավետիսյան։ Շատ բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Սիրով։ Տիկին Ավետիսյան, մեր զրույցները միշտ անցնում են շատ բովանդակալից, ես դա չեմ ասում, այլ մեջբերում եմ եւ հղում եմ այն մեկնաբանությունները, որոնք ուղղված են ձեզ։ Ոչ միայն ինձ, քեզ էլ Արեգ ջան։ Շնորհակալ եմ։ Տիկին Ավետիսյան, միանգամից ուզում եմ սկսել հենց կարևոր հարցից։ Բարոյական լինելը բավական չէ արդար լինելը։ Հիսուս Քրիստոսը որևէ առավելություն չունի Չինգիզ խանի նկատմամբ։ Հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ավելել. եթե դուք բավականաչափ ուժեղ, անողոք եւ հզոր եք, չարը կհաղթի բարուն, նշել է Նեթանյահուն։ Սա ինչ է, Տիկին Ավետիսյան։ Սատանա, մեր ասելով սատանա է ինքը, հանցագործ, սերիկա, սկեպտիկ, ցինիկ, անհավատ սերիկա։ Միթե կարելի է այս պատերազմի մեջ խառնել Հիսուս Քրիստոսի բարի համբավը։ Ինչ իհարկե կարելի է, որովհետև պատերազմը դրա համար էր։ Պատերազմը դրա համար է, որ քրիստոնեության վերջը տան, իսլամի վերջը տան, այսինքն երկու հավատք կա աշխարհի երեսին, հոգևոր։ Երկուսի վերջն էլ տալ է դա իրանցը։ Իրանք երբ որ Երուսաղեմի հայկական եկեղեցիների մոտով անցնում են, թքում են, ասում են թող պատերդ քանդվեն, պարտավոր են անել։ Ջհուդները պարտավոր են անել։ Իրանց ռաբիները իրաց դա սովորացնում են։ Էդ են, կարծում ես ես իրանց արտաքին տեսքը չեմ ատում կամ ինչ որ ուրիշ բաներ կամ իրանց ճաշակը։ Էդ են իրանց սատանայական էությունը, բովանդակությունը։ Իրանք աշխարհի թշնամին են։ Բայց իմացա չարի վերջնա։ Չարի վերջնա։ Այդ արտահայտությանը Նեթանյահուի արձագանքել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, մասնավորապես ասելով. Միացյալ Նահանգներում քրիստոնյաների բարեհաճությունից այդքան կախված մարդու համար Նեթանյահուի բացահայտ արհամարանքը Հիսուս Քրիստոսի նկատմամբ զարմանալի է։ Նրա անզուսպ գովասանքը Չինգիզ խանի մեր տարածաշրջանի երբևէ տեսած ամենադաժան դահճի նկատմամբ համապատասխանում է նաև նրա կարգավիճակին, որպես ռազմական հանցագործի։ Ինչ է նշանակում։ Գիտես ինչ, Միթե կարելի է Հիսուս Քրիստոսին համեմատել Չինգիզ խանի մի կողմ թողնենք, հա, Ալեքսանդր Մակեդոնացուն մի կողմ դնենք, Հուլիոս Կեսարին մի կողմ դնենք, իրանք աշխարհիկ առաջնորդներ էին։ Բայց չէ որ Հիսուս Քրիստոսը աշխարհիկ չի։ Այս սրիկայի մեկնաբանության առարկա չի կարող լինել։ Աստծո Տիրոջ իրա որդու կերպարը, որը եկել էր Երուսաղեմ, որ մարդկանց փրկեր, դրա համար ենք փրկիչ ասում, հա, ինքը վերցրել է, որտեղ ցինիկ է։ Իրանց գիտես նպատակը ինչն է, Արեգ ջան։ Իրանք իսլամին ու քրիստոնեությունը իրար խփեն, իսլամը քանի որ ավելի շատ է եւ ավելի տոկուն է, իրանք քրիստոնյաների վերջը տան, հետո էլ իսլամի վերջը իրանք կտան իրանց խորամանկությունով, իրանք այդպես էին կարծում, չէին պատկերացնում, որ պարսիկը այսքան կլինի վեհանձն, այսքան միասնական, այսքան
իր երկրի ազգի տեսակի համար անձնազոհ չի պատկերացնում իրեն 20 օրից ավելի է ինչ իրանցին պարսիկը համախմբվել է չնայած նրան որ գխատեցին հոգևոր առաջնորդներին, ղեկավարներին, Էլ ավելի շատ ստիպեցին, որ համախմբվեն։ Իրանք ով որ չէր հասկանում, չնայած պարսիկները շատ լավ գիտեն իրանք ինչ են, ով որ չէր հասկանում հասկացավ, որ սրանք ուղղակի ների զավակներ են իսկապես, որ եւ պետք է համախմբվել, դա միակ միջոցն է իրանց դեմ առնել։ Միակ միջոցն է։ Մենք պետք է հետևություն անենք։ Մենք նայելով այս օրինակին, պետք է օրինակ վերցնենք։ Պարսկերեն օրինակ մենք բառը բանա մա։ Իրանք ինչ ասում են, մայով են ասում։ Ոնց որ հայր մերի մեջ ես խոսքը չկա։ Սաղ մենքա, մերնա։ Նկատել ես։ Դա շատ կարևոր է, դա ազգի կայունության երաշխիքն է, դա մարդու կայունության երաշխիքն է, որովհետև երբ որ դու մի հատիկ չես, այլ ընտանիք ես, ազգ ես, պետություն ես, դու հզոր ես։ Ասվում է, եւ մի տաներ զմեզի փորձություն, այր պերկյա զմեզ իչարեն, մեզ, մենք։ Այո։ Եթե հիմա փորձենք գնահատել այս պատերազմը, ուրիշ ինչ ածականներ կարող ենք տալ, սա ինչի մասին է։ Սա նախ իհարկե հիմարության մասին է, հիմիկվա առաջնորդների արևմուտքի, որովհետև մի առաջնորդ խելքից դուրս պատերազմ հրահրեց, հիմա էլ տեսնում իրան հասնող չկա, այն օրը Ճապոնիայի վարչապետ տիկինը այդեղ տակունակիա իրան դիմեց, թե եկեք հասեք օգնեք։ Են ասում է գոնե զգուշացնեիք։ Բայց Թրամփը ինքան հաբրկած մարդ է, ասում է ինչի Պերլ Հարբորի ժամանակ դուք մեզ զգուշացրել եք, որ ես քեզ զգուշացնեի։ Հələ տես ինչ է ասում։ Իբր թե ընկերություն են անում հիմա, հիշացնում է իրանց երկուսի միջև պատերազմը։ Ռուսերեն շատ լավ խոսք կա, խամ։ Լկտի մարդ է, էլի, ինքը ինչա դիվանագիտությունը, ինչա պետական մոտեցումը, ինքը խաբար չի, ինքը ոնց սպեկուլանտ կա իր կյանքում, այդպես ինքը մարդկանց կյանքերն է առնում ծախում, որովհետև այդեղ շատ զոհեր տվեցին, շատ զոհվեցին պարսիկներ, շատ զոհվեցին տարբեր ազգերի մարդիկ այդ պատերազմի ժամանակ, իսկ ինքը Վիետնամի պատերազմի ժամանակ ծլկել էր ծառայությունից, մահանաներ էր, որ ոտքի բանի կրունկի վրա ավելորդ ոսկոր կար, ու ոնց որ հիմա փող են տալի ազատում են տղեկին բանից, բանակից, իրան էլ այդպես ազատել է հերը, իրան մոտ ոչ մի հարցում ազնվություն չկա, անազնիվ անպետք մարդ է, ու ինչքան որ ինքը ասում է նախկինները, ես պատկերացնում եմ իրանից հետո ինչեր են ասելու, ինչքան են ասելու, որովհետև իրապես նախկին գթած բան է, ինչ ապուշ էլ իրանից հետո գա, հա վեսով կարող է ասելու հələ նայեք նախորդ ինչ էր։ Այսօր ուր են գնում, մարդկությունը ուր է գնում դեպի։ Գիտես ինչ, մարդկությունը սրանք տանում էին, ոնց որ մենք ծովից ծով ենք ասում, Հայաստան իրանց էլ պետքա գետից գետ Իսրայել, Տիգրիսից Եփրատ, այսինքն իրանք արդեն երկեր էին ստեղծել, որ Լիբանան չկա, Հորդանան չկա, Քուվեյթ չկա, Սիրիա չկա, բան սախ Իսրայել է, Գազա չկա, սախ Իսրայել է, այդ իրանց կներեք թաց երազներ, բայց այդ բանը իրանք միայն պատերազմով և մարդկանց ոչնչացնելով են պատկերացնում, մարդավարի ընդլայնում չեն պատկերացնում, օրինակ Տիգրան Մեծի կայսրությունը ինչպես էր ընդլայնվում, ինքը ասում էր, որտեղ մենք գալիս ենք իշխելու, ճորտություն չի լինելու, ստրկություն չի լինելու, իշխանները ասում են եկեք, լավ եք անում,
բարով եք եկել, սիրով ընդունում ենք ձեր իշխանությունը մեր վրա, որովհետև արդար կանոններ էին։ Սրանք չէ, մարդ սպանելով են ուզում տարածվեն։ Չի ստացվի։ Գիտես, կայսերական ժողովուրդներ մի քանիսը կան էլի աշխարհով մեկ, որ մեզ հայտնի են։ Այդ նույն Չինգիզ խանը իր այդ մոնղոլները ինչ էին անում, իրանք ընդամենը գալիս էին հարկը հավաքում էին։ Անգլիան կայսերական պետություններ գալիս էր ոչնչացնում էր մարդկանց, այն Կանադայի երեխեքին խլում էր, տանում էր, որ դպրոցներում դաստիարակի անգլիացի դարձնի, մի քանի տարի առաջ գերեզմանոցներ գտան տասնյակ հազարավոր երեխաներ այդտեղ թաղված։ Ամեն կայսերական համակարգ ունի իր տրամաբանությունը իշխելու։ Ռուսաստանի վրա 1000 հատ բան ասեք, բայց Ռուսաստանը կայսրություն ստեղծեց 100 քանի ժողովրդի համար այբուբեններ ստեղծեց։ Բուրատը Իրանը ունեցավ, Չեչենը Իրանը ունեցավ, Չուկչան Իրանը ունեցավ եւ այն չունեին։ Իրանք անգիր ժողովուրդներ էին։ Ռուսաստանը իր սկզբունքը դա էր, այբուբեններ տվեց, դպրոցներ կառուցեց, ակումբներ կառուցեց, մարդկանց դարձրեց մարդ։ Դե հիմա դժգոհ եք Ռուսաստանից։ Հայաստանը բոլորին ազատություն տվեց, այբուբեն տվեց, եթովպացուն տվեց, վրացուն տվեց, էլի նույն սկզբունքն է, լուսավորչական սկզբունքը։ Հիմա վերցրել են, չգիտեմ ինչքան IQ ունեն այս մարդիկ, գրում են Գրիգոր Խավարիչ, բայց լուսավորում էր են մարդը, ոնց Խավարիչ։ Գիտես ինչ, քարոզչությունը վտանգավոր բան է։ Հիմա ես ու դու էլ զրուցում ենք, դա կարելի է որպես քարոզչություն ընկալել, բայց մենք պատմությունից ճիշտ բաներ ենք խոսում, դրանք շուռ տված են ասում, սաղ շուռ տված է։ Հնդկաստան, երբ որ անգլիացին եկավ, ինչ արեց։ Այդ սիպայների բանի ժամանակ, խռովության ժամանակ, մարդկանց գլուխը կողում էին թնդանոթը, մարդկանցով էին կրակում։ Էդ էլ անգլիական կայսրությունը։ Հիմա եկավ ամերիկյան կայսրությունը, հա, ամենտեղ դրեց ռազմաբազա։ Այդ ռազմաբազաները դրանց ասում էին երկրներին, որ քանի մեր բազաները կան, դուք հանգիստ եք։ Շատ հանգիստ են, հիմա Դուբայ չկա։ Ռազմաբազան կողքներ, չկա։ Այդ հանգստի զոնան այլևս վերացել է։ Եթե կվերականգնվի, դա կտևի շատ երկար, դժվար թե վերականգնվի։ Ինչ է կարծում, այսօր Պարսկաստանը միայնակ է դիմագրավում եւ միայնակ է։ Չէ։ Պարսկաստանը իհարկե միայնակ չի։ Նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանը, Աֆղանստանը, իրար մեջ պատերազմում են, բայց երկուսն էլ Պարսկաստանի կողմն են։ Ռուսաստանը իդեմ Վլադիմիր Պուտինի շնորհավորեց պարսիկ ժողովրդին Նովրուզի առիթով եւ ասաց, որ Ռուսաստանը ձեր կողքն է։ Գիտես ինչ, ճիշտ է։ Հիմա իրանց նոր տարին այլ է Նովրուզը, Ռամադան էր, մի ամիս, հետո Այդուլ-Ֆիթր այդ բանն է, արաբական երկրներում իրանց մոտ էր Նովրուզ։ Ուրեմն ջհուդը վերցրել է գլխավոր մզկիթը փակել է, չի թողնում մարդիկ այդտեղ գան տոնական աղոթքի։ Ալ-Աղսա մզկիթը, որը ասում են, այդտեղ մեր տաճարն ա եղել, մենք պետք է քանդենք, երրորդ տաճարը դնենք։ Բայց դուք ո՞նց եք արգելում մարդկանց, որ գան աղոթելու, տոնական աղոթքի, Այդուլ-Ֆիթր։ Մարդ չեն դրանք։ Դրանք մարդ չեն։ Հիմա ինչ ուզում են թող ասեն, անտիսեմիտ, բայց որ նախ իրանք սեմիտ չեն։
Ես պրոսիմիտ եմ, ես արաբագետ եմ, արաբական երկրներին, ժողովուրդներին ես մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Նույնը պարսիկները, նույնը տաջիկները, նույնը մեր մնացած եղբայրները, հա, սովետական միությունից բացի են մի վայրենի տեսակը։ Բայց Նոյը ուներ 3 որդի։ Հաբեթը, Սեմը եւ Քամը։ Երբ որ Նոյը հարբեց եւ կիսատկլոր ընկավ, Քամը եկավ սկսեց հորը ձեռարնել կատակա անել, չէ՞։ Նոյը արթնացավ, զայրացավ եւ իրան ասեց գնաց տեղից, քշեց Աֆրիկա։ Սեմին, Քամին։ Քամյան ազգը ջհուդնա, ինքը Աֆրիկայից է։ Սեմն ու Հաբետը մենք նու արաբներն ենք։ Հիմա, երբ որ վերցնում ես կենսաբաններին հարցնում ես այսօր, մարդկությունը որտեղից է, եկե ասում Աֆրիկայից։ Որ ջհուդը որ Աֆրիկայից է եկե, մենք էլ բոլորս ջհուդի տարբեր ծունկերն ենք, էլի, խառախուրը։ Ոնց էր Կարեն Կարապետյանի կուսակցությունը պարզվեց, որ Աֆրիկայից է եկե։ Կարեն Կարապետյանը։ Դե թե ով Սամվելի կուսակցության այդ ջհուդ գեներալը ո՞մն է։ Սամվել։ Սամվել Կարապետյանը։ Ջհուդ գեներալ են վերցրել։ Ջհուդները նստել են քու ցեղասպանությունն են գծագրել, նախատեսել, պլանավորել։ Դու հիմա ջհուդ գեներալ ես վերցնում։ Շատ է գիտես հարգում ես այդ տղուն։ Այդպես է, հա։ Դե որ իր ժողովի ժամանակ ինքը վերակաց է խոսել այդ, այնպես չի, որ մենք պատահական այդ լուրը իմացել ենք։ Հանդիսավոր կերպով ելույթ ա ունեցել։ Թեոդոր Գերցելը սիոնիզմի գաղափարագիրը եւ հեղինակը նստել է նախագծել է հայոց ցեղասպանությունը։ Նույն մարդը։ Հիմա ես դրանից հետո վերցնեմ ջհուդ գեներալ բերեմ, որ իմ ստրատեգիան եւ տակտիկան որոշի ռազմավարությունը։ Ինչ են մտածում вообще։ Զարմանում եմ ես։ Էլ մարդ չմնաց արդեն։ Էլ տեխնատություն չմնաց։ Տիկին Ավետիսյան, երբ փորձում ենք վերևից նայել մեր տարածաշրջանին, ու հատկապես պատկերացնել Դրոնից։ Այո։ Հատկապես պատկերացնել Հայաստանը, ինչի մեջ է մխրճված։ Ինչի մեջ, մեր հայկական բարձրավանդակում նստած ենք մենք, ինչ է եղել։ Ինչի է մեջ մխրճվել։ Արեգ ջան, այս որ սկսվել է, շատ վատ նպատակներով է սկսվել, բայց շատ լավ ավարտ կունենա, որովհետև այս ավանտյուրիստը չսկսեր այդ պատերազմը, մեր վրա էին հարձակվելու, բայց ինքը սկսեց այդ պատերազմը։ Հիմա ոչ ոք այդտեղ ոչ ժամանակ ունի, ոչ փող ունի, ոչ զենք ունի, որ գա մտնից թե կարիդոր բացի Տրամփի համար։ Դե բան չի լինելու, որ ասում էի չի լինելու, ասում էի, չէ։ Ալիևը զորքերը բերել է մարտական պատրաստվածության։ Դե հիմա նկարահանվում ենք, չէ, ես ես կանգնեմ ասում, հեսա բալետ եմ պարելու։ Բանա, ձև է թափում, ինքը ինչի կարող։ Նաև քննարկվում է Իրանի դեմ այդ մղվող պատերազմը տեղափոխել նաև զուգահեռ օդայինին ցամաքային դաշտ։ Չի կարող։ Այ, լավ ասեցիր, չի կարող, որովհետև ցամաքայինի համար պետք է մեծ ռեսուրս ունենաս զինվորի, քաջ զինվորի։ Ինքը ունի։ Ինքը քաջ զինվոր ունի, որը պատրաստ կլինի իր կյանքը զոհաբերել, միայն թե այս 20 մետր անցնի ու կանգնի այդտեղ։ Ինչին է պետք։ Այդտեղ մոտիվացիա չկա, հասկանում ես, նպատակադրում չկա։ Այս զինվորները գան իրանց կյանքը զոհաբերեն, որ ինչ։
Միթե այդ հարցում նա նկատի չի ունեցել Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը եւ հույսը միթե չի դրել Ինքը իհարկե բոլորի վրա է հույսը դրել, եւ ուկրաինացիների վրա, եւ ադրբեջանցիների վրա, եւ պակիստանցիների վրա, բայց չի ստացվի, ոչ ոք չի ուզում օտար հողի, օտարի ոսկու, օտարի նավթի համար գնա իր կյանքը զոհաբերի։ Գիտես, բանը, երբ որ հարձակվում ես, ռեսուրսը շատ ես ծախսում։ Պաշտպանվելը ուրիշ է, հարձակվելը ուրիշ է։ Հարձակվելու ժամանակ կորուստները շատ են։ Բայց հարձակվելու համար դու ամեն զինվոր պետք է իմանա նպատակը։ Ասենք թե Տրամպը ասում է կտամ ես ձեզ $500,000։ Այստեղ են ասում է լավ, ես զոհվեցի այդ $500,000 իմ մորը կհանգստացնի։ Չի հանգստացնի, չէ՞։ Չի սփոփի։ Ամեն դեպքում Արցախը ընծա էր Ադրբեջանին եւ գալիս է պահը, կարծես թե որ պետք է փոխհատուցի Ադրբեջանը։ Դու ասում ես Ադրբեջանի ղեկավարության մասին։ Իսկ հիմա ասա ադրբեջանցի շարքայինի մասին։ Իսկ եթե Ալիևը որոշի, որ իր զինվորականները կամ ժողովուրդը պետք է հարձակվի Իրանի վրա Իսրայելի դրդմամբ, ով է դրա դեմ աղբյուրը։ Ես կարծում եմ իր ժողովուրդը սկզբից իր վրա կհարձակվի։ Ոչ ոք չի ուզում օտար ափերում իր կյանքը զոհաբերի։ Այս կարևոր բան է, Արեգ ջան։ Սա պատերազմը ունի սուրբ պարունակություն։ Մարդիկ գնում են պատերազմի մայր հողը պաշտպանելու եւ կարծելով, որ գնում են նախնիների հողը հետ բերելու։ Պարզապես գնալ, որ ոսկի ճարել կամ ուրիշի համար նավթ բերել, ոչ ոք չի գնա։ Չէ որ Ալիևն էլ ունի հեռահար նպատակներ Իրանի ադրբեջանական տարածքը նահանգը Ցավոտանեմ ինքը ով է։ Ինքը ով է, որ ինքը Իրանից հողպոկի մի սանտիմետր։ Դու տեսար Իրանի տեսար դիրքը, ձիրքը, տեսար, Ալիևը ով է, չի կարող, Արեգ ջան, ու ինքը ինձնից ու քեզնից լավ գիտի դա, Ալիևը ինձնից ու քեզնից լավ գիտի, որ չի կարող, ու ինքը գիտի, որ սուտ է, դա Ադրբեջան չի, դա Ատրպատական է, և իր ժողովրդի հետ ոչ գենետիկ կապ ունի, ոչ մի բան չունի։ Հիմա Ալիևը ինչի մեջ է, ինչ իրավիճակում է։ Ես այդպիսի բառեր չեմ արտասանելու եթերում, վատ բանի մեջ է։ Գիտես ինչ, ավանտյուրիստները սպասում էին այս խաղի փուլից իրանց հոզգը, չի ստացվի, այս ավանտյուրան փլվեց, իհարկե Պարսիկը շատ կորուստներ ունեցավ, շատ մեծ ողբերգություն ապրեցին մարդիկ, են 175 աղջիկներին երբևիցե ոչ ոք չի մոռանա, հա, այդ զոհը, բայց իրանք հիմա ապացուցում են, որ իրանք ազգ են, պետություն են, քեֆս գալիս է։ Դա կարևոր է, երբ որ ժողովուրդը համախմբված է, եւ համախմբված է ազգային վեհ նպատակների շուրջ, անխուսափելի է հաղթանակը։ Իսկ Տրամպը արդեն հալից ընկել է այդ հարցում։ Դες Ուկրաինան է հալից ընկել, որովհետև ինչքան որ զենք պետք է ուղարկեն, հիմա բան են անում, տեղ են ուղարկում։ Հիմա $200 միլիարդ էլի հատկացրել են, որ Ուկրաինան շուշուտ արտադրի, կարողանա գա ու բանը Ռուսաստանի հետ հարցերը լուծի։ Իսկ Տրամպը արդեն սկսել է Պուտինին սիրել։ Ինչի՞։ Որտեղ զենք չունի։ Պատժամիջոցներ են հանում։ Բա։ Իմ դուրը չի գալիս իհարկե, որ Պուտինը համաձայնվում է։ Մի քիչ պետք է, բայց դա քաղաքականություն է։ Չգիտես դրա հետևում ինչ կա թաքնված։
Ամերիկան եւ Իսրայելը սկսել են այս պատերազմը, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջը կտա դրան։ Հայտարարել է խորհրդարանի խոսնակը Իրանի։ Իհո։ Ինչպես է վերջը տալու։ Ոչերը կքաշեն կգնան ու երբևից է արդեն չեն արոգանի նման բան։ Երբևից է, այդ իրանց համար մեծ դաս է։ Ալավ կարող է Իրանը պահանջի, որ իրան հատուցեն այդ ծախսերը։ Այդտեղ այդ կղզին, որ ուզում էին բան անել, զավթել, հա, որտեղ նավթի մեծագույն պաշարներն են դրված։ Կասպիական։ Չէ, այս հենց Օրմուզի ջրանցքում Պարսկաստանի ափից մի քիչ հեռու կղզի կա, անունը Հարկ։ Ուրեմն միջնադարում նավատորմը գալիս էր, այդտեղ հարկերը վճարում էր, բաներ ապրանքը վերցնում էր, ապրանքը հանձնում էր ու գնում էր։ Դրա համար է Հարկ։ Եվ Դուք չունեցավ, չարեց, չկարողացավ, իրանք հիմա շատ վախեցած են, իրանք չէին պատկերացնում, ինքը, Հիտլերը ոնց հարձակվեց սովետի վրա, հա, բլիցկրիգ էր անում, ամառը գնացին պատերազմի, իսկի հետները տակշոր չէին վերցրել, որ ձմեռ է գալու, իրանք ասում էին 2 շաբաթում կհաղթենք սովետին, դե հաղթեք։ 20 օրից ավել է պատերազմը շարունակվում է։ Հա։ Ու վերջը չի էլ երևում։ Դու վերջը չի էլ երևա։ Որքան կշարունակվի այսպես։ Ես կարծում եմ, որ Տրամպին բան են անելու, կամ գահընկեց են անելու, կամ սպանելու են։ Ու հետո կգան նոր իշխանությունը, կասի նախորդները վատն էին, ու սա կփակի այս հարցը։ Իսկ Նեթանյահուն։ Նեթանյահուն դրած ամորգում։ Խփել են Նեթանյահուն։ Ես կարծում եմ, որ հա։ Ողջ չէ։ Գիտես, ինքը չկա, իր էլեկտրոնային տարբերակները կան, որտեղ ձեռը ջեբը դնում է դուսա գալի, ջեբը դնում է ձեռը դնում դուսա գալի, որտեղ սուրճը խմում է, բայց փրփուրը էլի բաժակի երեսին մնում է, այն 6 մատը բանը չեմ ասում։ Երբ որ հայտարարեցին, որ եղբայրը սպանվել է, ըստ երևույթին բոլորին այն ժամանակ սպանեցին։ Այսինքն դա պարսիկին հատուկ չի, որ այսպիսի մարդասպանություն անի, հա, գլուխները կտրի ղեկավարության, բայց իրանք որ այսպես են անում, պարսիկն էլ ասեց, դե կստացեք, ես էլ տենց կանեմ։ Իրանը փոխհատուցում կպահանջի երկրի վրա հարձակվողներից եւ եթե նրանք հրաժարվեն, ապա կբռնագրավի այնքան գույք, որքան անհրաժեշտ կհամարի կամ կոչնչացնի դրանք, ասել է Իրանի գլխավոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Ասում են, որ Խամենեին էլ Ռուսաստանի հիվանդանոցում է պարկած, ինքն էլ է խոցվել, չէ։ Իրան ոչ ոք չի տեսել դրանց հետո։ Ոնց է նրանց հաջողվում այդ հոգևոր առաջնորդներին եւ ուժային համակարգը ղեկավարողներին այդպես միանգամից գլխատել։ Երևանով որ անցնում ես, տեսախցիկներ կան, չէ՞, որ քո մեքենան սխալ ես քշում, իրանք շտրաֆը բան հանգամանքն են գրի առնում, քեզ են տեսագրում բան։ Տեհրանում այդ նույն տեսախցիկները ջհուդների ձեռն էր ծրագիրը։ Ու իրանք դրանցով հետևում էին մարդկանց։ Ու չկարծես, որ ստեղ ուրիշի ձեռն է։ Հիմա էլ կային այդ ծրագրերը։ Այնտեղ չգիտեմ, բայց տեղ կա։ Այս բոլորը, այս IT առաջընթացը չկարծես, որ մարդկանց համար է, մարդկանց դեմ է։ Սպանեցին նաև Իրանում մեծ հեղինակություն վայելող բազմամյա փորձ ունեցող Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին։ Լարիջանին լավն էր, շատ խելացի մարդ էր, իմաստուն, խելացի, գրագետ մարդ էր, շատ ափսոս, հազար ողորմի։ Ну, իրաց ծերագիրը այդպիսին է։ Հասկանում ես,
գլխատել։ Բայց այնպիսի մի տպավորություն է, որ որքան գլխատում են, դա ավելի է զարգանում եւ ավելի է ճյուղավորվում։ Ասեմ, որովհետև իշխանության են գալի ջահել լկտի տղեկը։ Սրանք իմաստուն մարդիկ էին տարիքով։ Ջահելները հիմա սրանց երեկանից են։ Ինչու են ուզում, որ բանը ասում, որ տարիքով մարդիկ պետք է ղեկավարեն, որովհետև տարիքով մարդը մի քիչ հավասարակշռված է, կենսափորձը մեծ է, գիտելիքը շատ է, ինքը դրա համար հավասարակշռված է։ Ջահելը տենց չի։ Ջահելը լկտի է քշում առաջ։ Հիմա Պարսկաստանում այդ ջահելներն են իշխելու։ Իսկ կարող է դա էլ հակառակ բացասական Ոչ, էֆեկտ թողնի։ ոչ։ Անհեռանկար։ Ժամանակը գալի, որ դա պետք է։ Բանը հեղափոխությունից հետո այդ մեր առաջնորդները Մյասնիկյանը, Շահումյանը, բան ջահել տղեկ են։ Տերյանը, Խենթեր էին։ այո, խելագարված ամբողջներից դուրս եկած։ Երկու կողմն էլ հավասարաչափ իրար կարծես թե հրթիռակոծում են ու երկու կողմն էլ ըմբոստի պահվածքով ասում են, որ կհրթիռակոծենք այնքան, որքան անհրաժեշտ է։ Իրանը եւ հրթիռակոծում է եւ պաշտպանվում է։ Ինչ պլան է գծել Իրանը։ Միայն իր ամբողջականությունը պահպանել, թե նաեւ հերահար այլ պլանել ունի, մեկը միշտ վերջ տալ այս ամենին։ Իհարկե դա էլ ունի, որովհետև Իրանը տես ինչ է անում, ինքը էներգետիկ կենտրոններին է խփում եւ նավթի պահուստներին, որպեսզի դրանք արդեն հավեսից ընկնեն գնան, որովհետև երբ որ դու չունես էլեկտրականություն քո քաղաքում եւ նավթի պաշար չունես քո էներգետիկ համակարգը պաշտպանելու համար, դու ինչ պետք է անես, ժողովրդի դուր քշես։ Իրանը դա է անում, սրանք չեն տարբերում։ Դպրոց է, հիվանդանոց է, բնակելի շենք է, հուփ են տալի, որ մարդիկ նեղվեն, զայրանան ու քշեն իրաց ղեկավարության վրա։ Չի ստացվի։ Հիմա գիտես ով է ամբոստացել Թել Ավիվում, հավատացյալ ջհուդները, որովհետև այս վիճակում հիմա պետք է իրանք զորակոչ անեն։ Իսկ շատ մեծ մասը Իսրայելի բնակչության իրանց անվանում է հավատացյալ ջհուդ, որոնք չպետք է բանանեն, ծառայեն բանակում։ Իրանք պետք է միայն աղոթեն, որ բանակայինները լավ ծառայեն։ Հիմա սրանք զայրացել են, ասում են ինչ բանակ, ինչ բան, մենք դեմ ենք։ Իրանց մեջ չկա համերաշխություն, այդ շատ լավ է։ Իսկ իրենց երկրի ղեկավարի հանդեպ իրենց վստահությունը ինչպիսին է։ Այդ սա վտանեմ, ինչ վստահություն, 3 հատ քրեական հոդված կա վրան։ Իրան պետք է անընդհատ պատերազմ, որպես իրան վաղը չտանեն, բան չնստացնեն։ Նույնը Տրամպը։ Իրանք երկուստ էլ հանցագործ մարդիկ են։ Քրեական հոդվածները վրան կախած։ Հանցագործին պետք է հավերժ պատերազմ, որպեսզի ինքը դրա պատճառով չընդհատվի իր ղեկավարությունը։ Հենց Զելենսկին ասում է ինչ ընտրություններ, չեն կարող ընտրություն ունենալ, քանի որ պատերազմ է։ Ինքը հավերժ ուզում է նախագահ լինի Ուկրաինայի։ Ալիևն էլ անընդհատ պատերազմի հոխորտանքով է հանդես գալիս, որ իր ռեժիմը պահպանի։ Հայերը թող խորը շունչ քաշեն։ Ես չեմ ասում թուլանան, բայց թող խորը շունչ քաշեն ու հասկանան, որ այս այդ փամփուշտը եկավ մեր երեսների կողքով թռավ անցավ։ Շատ է խոսում հատկապես վերջին օրերում Տիկին Ավետիսյան, որ սեպտեմբերին հնարավոր է պատերազմ։ Սա ինչ է։ Խոսում են, մարդիկ պետք է թեմա ունենան, չէ՞ խոսելու։ Բայց բարձր մակարդակով է խոսվում։ Բարձր մակարդակը չի նշանակում, որ իրանք բարձր մակարդակ ունեն։ Իշխանության բարձր մակարդակը իրանց աթոռ ավելի բարձրանստա դրած։
բայց իրանց խելքը ավելի բարձր չի կամ քոնը։ Ամեն դեպքում Տիկին Ավետիսյան, պատերազմը մեր հարևանությամբ է։ Այո, մեր հարևանությամբ է, այո։ Այս պատերազմի սցենար գծողները իրենց սցենարի մեջ Հայաստանը ներառել են։ Նու տարբեր առիթներով, տարբերակներով, զարգացումների իհարկե չէին կարող հաշվի չառնել, բայց հիմա իրանք գիտեն, որ Իրանը եթե հաստատվեց, այդ Տրամպի տրիպը կուղարկեն գրողի ծոցը։ Ոչ մի տրիպ, ոչ մի սյունիկ հատել։ Հասկանում ես, ես երբ որ տես լկտի ասում եմ, որ չի լինելու բան չի, դու ասում ես դուք պայծառատեսությամբ եք զբաղվում, ոչ։ Ես եմ ասել։ Քավլիցի, ես նման բառ երբեք չեմ ասել, Տիկին Ավետիսյան։ Լավ, կներես։ Հակառակը ես միշտ ձեզանից խնդրել եմ, որ դուք շատ ուժեղ կանխատեսումներ անեք։ Անում եմ, որովհետև ես տեսնում եմ շրջակա աշխարհի մակարդակը, պատմությունը, հնարավորությունները եւ տիրոջ հանգամանքը։ Հետ էլ կա, չէ՞։ Այն տիրոջ հանգամանքը, որին օրերս վարկաբեկեցին։ Իրանք ով են, որ վարկաբեկեն։ Իրանք ով են Հիսուս Քրիստոսին վարկաբեկեն, այ ցավտան եմ։ Այն պոճուր սատանեն, ինքը կարող է Քրիստոսին վարկաբեկի, ինքը ով է։ Ինչին կարժանանան նրանք։ Դժոխքին։ Կարծում ես չկա բան, մանղալ բան։ Չեն հասկանում, որ չի կարելի դուրս գալ Քրիստոսին դեմ։ Չէ, իրանք դրա վրա են կայացել, ջանս։ Իրանք կայացման դաշտը դա է։ Իրանք սրբությունները մերժող տեսակ են։ Ինչի են իրանք այդքան գարշելի, որովհետև իրանք սրբություն չունեն ու բարձրաձայնում են դա, որ սրբություն չկա, բանը, երբ որ… Որքանով է մարդկային, որքանով է բարոյական։ Եվ ով ասեց, որ իրանք մարդ են։ Ես հիշում, որ հայ ժողովուրդը ինչ-որ մեկ այլ ազգի սրբությունները կամ հոգևոր ուղղությունները անարգի, ծաղրի։ Ով ասեց, որ իրանք մարդ են։ Օրինակ, Հիսուսը սարքեց մարդու իրա նմանությամբ թե արտաքին, թե հոգևոր, հա։ Հիմա Եհովան Հիսուսին տեսնելու իրավունք չուներ, դուռը փակ է։ Ինքը ինչ պետք է աներ։ Հիսուսի ստեղծած Արամին, որը արամերեն էր խոսում, չէ՞։ Ադամերեն չէր խոսում։ Իրա նմանությամբ սարքեց ոտի տակի մատերիալից, ամեն տեսակի սողունից, սարքեց մարդանման կերպար։ Ինչ որ ինչ։ Հիմա նման են հայի, աչքերը մեծ են, բայց տակը սպիտակուցը երևում է, քիթը մեծ է, բայց հայի սեպը ստեղ է, իրանը ստեղ է։ Բերանը, պրոշները հաստ են, բայց ծնոտը սխալ է դրված, հնչյունների կեսը չի արտաբերում։ Դրա համար, որտեղ հեղափոխություն արեցին, Ֆրանսիայա, Անգլիայա, Գերմանիայա, քերականությունը փոխեցին, որպեսզի ռեն դառնա ղ։ Անգլիա, որտեղ ռ արտասանել չգիտի։ Մի հատ շատ լավ հայագետ մարդ կար, Վարդանը, սփյուռքահայ, ասում էր, եթե ուզում ես իմանալ դիմացինդ հայ է թե հակառակը, իր մոտ ասա, որ Ադամն ու Եվան դրախտում խոսել են հայերեն։ Եթե հայ է, աչքերը կվառվի կուրախանա։ Եթե հայի թշնամի է, կզայրանա։ Այսքան ժամանակ սուտ ասելով, քաղաքներ ավիրելով, հրդեհելով, եկեղեցիները քանդելով ապրել են։ Անընդհատ ամենտեղ դավադրություններ, ղեկավարների վերացում եւ գիտնականների,
Հա, հասկացանք, բայց վերջը պետք է գա դրա։ Վերջնական վերջը 40 թվին է։ Դուք ասել էիք 28 տիկին ավետ։ 28 թիվը մենք դուրս ենք գալիս այս անիրավիճակից, բայց վերջնական հաղթանակը 40 թիվն է, ծովիծով։ Տիկին Ավետիսյան, մի քիչ ձգձգում եք, հա։ Ինչն եմ ձգձգում։ 40 թիվ տանելով։ Չէ, ջանիկս, ես ասում եմ իդեալական դրախտային պայմաններ։ Ես ասում եմ ամենուր արդարություն, ամենուր երջանկություն։ Ես դա եմ ասում։ 28 թվին մենք այս մեր վատ վիճակից վերջապես դուրս կգանք եւ շուչ կառնենք։ Եվ Արցախը արդեն այս դուրակի ձեռը չի լինելու։ Այդ խոստանում եմ։ Բայց 40 թիվը երեխեքը արդեն դպրոցի շրջանավարտներ կլինեն երևի, թե չէ։ Հա։ Ջան։ Երեքն էլ ապրես ցավդ տանեմ։ Բանը գիտես ինչ, մարդիկ դժբախտ են, որովհետև իրանք չգիտեն, որ կարևորը արդարությունն է։ Եվ արդարությունը պետք է դու տեսնես քո պետությունից, ոչ թե քո թոշակը բարձրացնեն, ոչ թե գնաս քարտով առևտուր անես էլի տեղ 10,000 գոյանա, այլ դու տեսնես, որ քեզ գնահատում են, որպես մասնագետի, որպես հերոսուհի մոր, որպես լավ մարդու, բարերար մարդու, չնայած հարուստ չես, բայց բարիք ես ստեղծում եւ այդ բարիքը բաժանում ես։ Արդարությունը լավ բան է, դա սնուցում է մարդու հոգին, ու դու ուզում ես, գիտես բանի, Միքայել Տարեվերդիևը պատմում էր մի բան, ինքը երբ որ եկել էր Մոսկվա, Թիֆլիսից, ընդունվելու կոնսերվատորիա, նեղն էր շատ երեխեն, բանում կայարանում իրան մի մարդ մոտեցավ, հարցրեց ինչ ես, ոնց ես, ասեց, որ եկել եմ ընդունվեմ, պետք է վարձով մի հատ անկյուն վերցնեմ, ապրեմ բան, են իրան տվեց 1000 ռուբլի, ասեց ոնց, բայց ես ոնց վերադարձնեմ, ասեց ժամանակին դու էլ տենց բան կանես, ու այդպես էլ արեց, երբ որ այդ անիվը պտտվում է ճիշտ, երբ որ մարդիկ լավություն ստանալով, հետո ուրիշին են լավություն անում, դա Պավլիկյան շարժումն է միջայնոց, հասարակությունը երջանիկ է և առաջ խաղացում կա հսկայական, կա ծաղկում, որովհետև երբ որ ասում են աշխատատեղ, ես չեմ հասկանում, աշխատատեղը որն է, ասեք, որ փականագործ, խառատ, շինարար, քարտաշ, գիտնական, լաբորանտ, այսքան տեղ է պետք, ոչ թե աշխատատեղ, այդ ինչ է աշխատատեղը, հատակ լվալ, մարդկանց նեղել գնալ փողը հավաքել, եթե բանկի պարտք են, աշխատատեղը որն է։ Մեզ պետք է արդար երկիր, որտեղ մենք արդար ժողովուրդ ենք, մենք ազնիվ ժողովուրդ ենք և մենք հարուստ ժողովուրդ ենք հարուստ տաղանդներով։ Հարուստ անցյալով։ Նու բնականաբար։ Մշակույթով։ Ապրես։ Դրա համար մեզ պետք է մի քիչ հայքը գլխին մարդիկ արթնանան կան էլի փորձեն ղեկավարել։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Սիրով։ Հետաքրքիր ստացվեց։ Բավականին մեկնաբանություններում կհասկանանք։ Լավ։ Եվ վստահ եմ, որ մեր հետևորդները հենց նույն ուշադրությամբ էլ եւ ոգևորվածությամբ էլ կգրեն մեկնաբանություններ ձեզ։ Բա ես շատ շնորհակալ եմ, այնքան լավ մեկնաբանություններ են քեֆս գալիս է։ Անչափ շնորհակալ եմ։ Ուր նայեմ, որ ասեմ։ Համեցեք։
Անչափ շնորհակալ եմ ձեր նամակների համար։ Ես պատասխանները գրում եմ, դուք եթե հարց եք տվել, նայեք նորից։ Շնորհակալ եմ, շատ ապրեք։ Շատ ուշադիր եք դուք մեկնաբանությունների հանդեպ, գրեթե յուրաքանչյուր մեկնաբանություն ջանս։ պատասխանում եք, ներկայացնում եք, բացատրում եք։ Ну պետք է մարդ որ հարցնում ա, ուրեմն պետք է պատասխանել։ Շատ հետևողական եք։ Ամենայն բարիք ձեզ։ Ապրես, քեզ էլ արեք ջան, բոլորիս։ Կամ պահեր, երբ բառերը չեն հերիքում նկարագրելու այն ուժը, որ տվել է մեզ Հիսուս Քրիստոսը։ Մենք առաջինը եղանք, որ խաչը վերցրինք ոչ թե որպես բեռ, այլ որպես փրկություն, եւ այդ պահից սկսած մեր ճանապարհը դարձավ սրբագործված, մեր ցավը իմաստավորված, մեր գոյությունը Աստծո ներկայությամբ լցված։ Եվ եթե այսօր ինչ որ մեկը կամ ինչ որ մի անգո փորձի Քրիստոսի անունը անարգել ու հայհոյել, կարժանանա անխուսափելի ու ամայացնող դատի, այնպիսի նզովքի, որ կխորտակի նրա հոգին, կլցնի սիրտը մթության եւ դատարկության ճիչով, ու նրա անարգանքը կվերածվի դառը ճակատագրի, որից փրկություն եւ հանգստություն չի լինելու։ Մենք անցել ենք կրակի միջով, կորուստների միջով, ցավի միջով, չենք կորցրել ամենակարևորը՝ մեր հավատքը, որովհետեւ մեր հավատքը պարզապես խոսք չէ, դա կենթանի կապ է Հիսուս Քրիստոսի հետ, որովհետեւ մենք պարզապես հավատացյալ չենք, մենք ուխտապահ ժողովուրդ ենք, մենք խաչակիր հոգի ենք, մենք լույսի պահապաններն ենք, եւ քանի դեռ այդ ուժը մեր մեջ է, ոչ մի խավար, ոչ մի կասկած, ոչ մի փորձություն չի կարող հաղթել այն ժողովրդին, որի սիրտը լուսավորվում է Քրիստոսով։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցակիցս հայագետ, գրող հրապարակախոս, արևելագետ Լիա Ավետիսյանն էր, ճիշտ ասացի։ Այո։ Որևէ բան բաց չթողեցի։ Չէ։ Ամենայն բարիք ձեզ, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։